Ես գիտեմ, թե որ ես գնել։ Ով ես և ինչի համար ես պատում։ Քո անունն արդեն կապված է մի քանի աղմկոտ սպանությունների և առերանգումների հետ։ Ես գիտեմ, դու մտածում ես, որ դատապարտված ես, ու ես այլևս ոչինչ չեմ կարող անել, բայց դու սխալվում ես։ Ես քո կյանքը իսկական մղձավանջի կվերածեմ, և այնպես կանեմ, որ դու կափսոսես քո ապրած ամեն օրվա համար։ Ժամանակն է, որ բացես խաղաքարտերդ գնել, եթե իհարկե ուզում ես ողջ մնալ։ Այդ սմբատն եկել իմ մասին։ Վսիապուշ, սմբատն քրոնման պատանքի մեկն է, որ հիմա քո օգնությամբ հայտնվել է տեսում, բայց մենք նրան շուտով կհոսանք, մի անհանգստացեք։ Իսկ քո սմբատի կապի մասին մենք դիմացել ենք հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելով։ Այնպես ոչ, դու ինքդ ես քեզ բացահայտել։ Իսկ ինչ ունեք դուք ինքն։ Դու կազմակերպել ես սմբատի փախուստը և նրան հանձնարարել սպանել Վախտանգի կնոջը և այս գիշեր նրան առևանգել է։ Եվ զարմանալի զուգադիպությամբ նույն օրը ավելի վաղ գնդակահարել են Զավենում, որի դու նույնպես հեռախոսային խոսակցություն ես ունեցել։ Սա քեզ բավարար է։ Թույլ տուր քո առաջ բացել այն հեռանկարը, որը քեզ սպասվում է գնել։ Եթե դու շարունակես լռել, ապա Վախտանգը կիմանա, որ դու անմիջական կապ ունես նրա կնոջ առևանգման հետ։ Այդպես չի։ Հեռախոսային խոսակցության մեջ դու ուղղակի հրաման ես տվել սմբատին սպանելու նրան, ու հիմա պետք չի ինձ ապացուցել, որ դա այդպես չի։ Վախտանգի կնոջը ես չեմ գողացել։ Իսկ ո՞վ։ Ջոկերը։ Ես վստահ եմ, դա իրոք Ջոկերի ձեռքի գործն է, այլ ոչ թե քո։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Եթե դու շարունակես լռել, ապա կարող ես վստահ լինել, որ հեռախոսային ձայնագրությունը կհայտնվի Վախտանգի մոտ, և նրանք շատ արագ կկազմակերպեն քո սպանությունը։ Բայց դու լեռնել չես ուզում, չէ՞։ Դրա համար էլ կազմակերպել ես, որ բանտում հայտնվես։ Եվ որպեսզի քո այդ քայլը կասկածներ չառուցի, դու նույնիսկ գնացել ես նրան, որ քեզ ցմահ դատապարտեն, համոզված լինելով, որ ցանկացած պահի կարող ես հայտնվել ազատության մեջ։ Բայց քեզ չի հաջողվի այն, ինչ հաջողվեց Սմբատին։ Ես անձամբ եմ քեզ հետևելու։ Ուզածդ ինչ է, Ավագյան։ Ո՞ր դու իրականում։ Ինչ է քեզ հայտնի կայոտի արխիվների ու Ջոկերի մասին։ Ուզում եմ քեզ ասել, որ այդ պատասխաններից կողմը մեկը ինձ հայտնի է։ Քանի որ Զավենում աղբանից առաջ ինձ հասցրեց որոշ մանրամասներ ասել։ Այնպես որ գնդակը հիմա իմ խորհրդաշտում։ Ու եթե դու քեզ խելացի մարդ ես անում, պիտի հասկանաս, որ քո փրկությունը ինձ հետ կոմպրոմիսի գնալն է։ Մինչև որ կեսօր դու մտածելու ժամանակ ունես։ Եվ եթե քո պատասխանը բացասական եղավ, ապա դու կկործնես ամեն ինչ։ Հասկացար։ Հասկացա։ Ասել։ Գնելը կրնով ես մոտ, և նրա համար դու ես պատասխանատու։ Պատասխանատու ես գլխով։ Հասկացա։ Մանրազնի խուզարկեք նրան։ Առևանգեք այլորենը, որը դեպուս աննշան չափով կապի միջոց է հիշեցնում։ Նա
պիտի ամբողջովին մեկուսացված լինի արտաքին աշխարհից։ Նույնիսկ ծիծը չպիտի մոտենա նրա պատուհանին, եւ նա չպիտի կարողանա թռչունի միջոցով լուր ուղարկել դուրս։ Ոչ մի պրոբլեմ չի լինի, պարոն։ Հերկո դեպի դուրը։ Արավ։ Ջոկերը կարող է և կին լինել, խաչիկ կին։ Ես դրան չեմ հավատում, Վախթանգ։ Կինը չէր կարող ամբողջ քրեական աշխարհին ստիպել իր համար աշխատել։ Ու այսքան ժամանակ անորսալի մնալ գաղտնի ծառայությունների ու ոստիկանության կողմից։ Իսկ եթե այնուամենայնիվ կինա, անկախ ամեն տեսակ տրամաբանությունից։ Այդ դեպքում մեզ մնում է պարզել, թե ինչ է կապում տեկին Զառային ու կնոջը։ Ես փորձել եմ, խաչիկ։ Փորձել եմ։ Արդեն մի քանի ժամը միայն այդ մասին եմ մտածում։ Հազար մի տարբերակ եմ քննարկել։ Նույնիսկ հեռավոր ազգականներին եմ ասել, որոնց հետ երբեք չեմ շփվել, բայց ոչ մի արդյունք։ Նման կին չկա, որը կարող էր Զառայի հետ այսպիսի սերտ կապվածություն ունենալ։ Իսկ եթե սա բլեֆ է, ու ջոկերը փորձում է մեր ուշադրությունը շեղի այս ձևով։ Չէ, սա բլեֆ չի։ Եթե նա որոշեր այս եղանակով բլեֆաներ, ապա հաստատ ինձ չեր ընտրի իր պլանն իրականացնելու համար։ Ես ոչ մի ձևով նրա գործերին չեմ խառնված։ Դրան գումարած, որ ես երկար ժամանակ Հայաստանում չեմ եղել։ Գրողը կանի։ Պետք չի իմ քեզ մեղադրել, Վախթանգ։ Հնարավոր է, որ Զառանի հետ համագործակցելով մենք մի քիչ արագացրեցինք պրոցեսը, բայց սա վաղ թե ուշ տեղի է ունենալու։ Ջոկերը հաստատ որոշել էր տիկին Զառային առևանգել ու արեց դա։ Հիմա ես ինչ սպասեմ դրանից։ Ինչ ա լինելու իմ կնոջ հետ։ Ես չգիտեմ, Վախթանգ։ Ոչ մի քսեր չգիտի, դրա համար հայտնվել եմ այսպես անօգնական վիճակում։ Լսում եմ։ Ես այդ ջոկերն եմ խոսում, Վախթանգ։ Ջոկերը։ Դու իրոք ջոկերն ես։